Բարեկամներ, հարգանքներս հիմա մենք գտնվում ենք Արփիվային ռեստորանային համալիրի բակում, որտեղ րոպեներ անց տեղի ունենալու հզոր անակնկալ, հավաքվել են բոլոր բարեկամները, Հոբելյարը տեղյակ չի, ընդամենը գիտի, որ իր մոտիկ մի 5-6 հոգով գալու են այստեղ նստեն քեֆ անեն, այնինչ ամուսինը, մեր Արթուր մեծ աղբերը մի հրաշալի ռոմանտիկ անակնկալ է կազմակերպել, բարեկամներին բոլորին հրավիրել է, մեզ է հրավիրել, անակնկալ է լինելու գեղեցիկ տորթը, որը պատրաստել է Սյուզին, մեր Արամ աղբոր տիկինը, ով շատ շուստերի է, գնացել զանգակատնից անենց աղջիկա բերել, որ համ տորթա թխում, համ լավ տուն է պահում, համ լավ երեխա, մի խոսքով հայոց օջախի սուրբ մայր է բերել։ Իսկ մենք հիանում ենք այս պահով, բոլորը հավաքվել են ու սպասում ենք մինչև կգան, դրոնն էլ սպասում է որ թռնի, հենց հնդից ավտոն անցնի, որ հələ անցնի ահագին մնա նոր պետք է հանենք։ Հələ ցույց տու որ տորթն դե ամենալու, ես ստիսկ եթեմ կվերցեմ ջոգիր։ Հա։ Հանկապը հենց դուրս եկան բոլորդ արդեն առաջանում եք ծափերով, որ հանդուկ շարժվեք, համինք այդ շարժը տենա, ամել ոգևորիչ լինի, էլի։ Հա, կազմակերպում ամեն ինչ, շատ արագ։ Հիմա մենք դրոնը պետք է թռցնենք, դու նկարի եկան, թե չէ, հիմա լարված պահա։ Զապիս սխմեմ, չէ, եկան, գալիս եմ, պատրաստվեք։ Ապեխ ես էսի տակ դր է, ես էլ ասեմ խիա գազանավարի եթում։ Հոբելյարը գալիս է բարեկամներ, մենք ես դե կայնած, հավեսով, սպասում ենք նրանց գալստյանը։ Հա, գալիս են։ Ինչ են տենա։ Լավ թող դնեմ ստախ։ Հենց ես կայել եմ կսկսեք ծափեր տալ, Վարդան դու էլ ստիսկ պլստաս դեմը հենց պրյամա։ Տիկին Սեդա, բարև ձեզ, շնորհավոր ձեր ծննդյան օրը մենք եկել ենք ձեզ ուրախացնելու։ Առաջ եկեք, առաջ, դուք ունեք շատ սիրուն անակնկալ, ինչպես նկատում եք իմ ձեռքերում, տեսնում եք, չէ՞ սիրուն անակնկալը, տեսնում եք ինչքան սեր կա սրա մեջ, և ումն է այդ սերը, ով է նա, Չեմ պատկերացրել, որ տեսք Դե բոլորը ձեզ շատ են սիրում, բայց մի հոգի կա, որ ամենից շատն է ձեզ սիրում և նրա անունը հլը չասեմ, դուք կտեսնեք նա ով է։ Լավ երազանք պահեք, չեք, թող կատարում են ձեր բոլոր։ Տափերը բարձր, ես քաղցրություն մի պահ վերցրեք տանեմ, հա։ Շատ սիրով է պատրաստված։ Իսկ սերը հենց հիմա դուք կտեսնեք այս տաղայի կողմից։ Նվիրի գերկի։ Քո ամեն հայացքը խրատուսել, քո ամեն խոսքը ճշմարիտ ուղի, քո ամեն ապտակը աղոթքելու։ Բայց էլի անակնկալ անող ունենք, ուր այն տարե մեր Էդո աղբերս, ուրա։ Ադել, Սուրոբեր, դե առաջացեք, ընդունեք ձեր շնորհավորանքները, ձեր հարազատները բոլորը հավաքվել են և այդ ամենը ձեր ամուսնու սերն է սա, շատ ուրախ է, որ հլը եկան ծաղիկներն այ, ենա, Ադելը բերեց են ծաղիկները, որը, գիտես ում կողմից այս ծաղիկները, Ադելն է տալի, բայց գիտես ում կողմից, հա, Փեսայի կողմից կարալ, Փեսայի զոնքանչի կողմից է, Փեսայի տնգերոջ զոնքանչի կողմից, էլի, հա, սխալ ասի, Փեսայի տնգերոջ, մանիկի, հա, ինքն էլ է միանում, Ուզում էր գար, ես չեմ թողը, ասել եմ գործ չունես, այկնի, ինչ գործ ունես այդ ասես իմ ընկերոջ զոնքանչի ծննդին։ Ոնց եք եկել։
Դե արգելի սեղանակիցներ, առաջացեք, ձեր տեղերը գերավեք։ Հուզի չեր, հուզվար, սիրտըտ լսվավ, մեն էլ գրկել։ Վարդան ավտոմատ իչավ, հա։ Դե դա էլ ոչ շտավա։ Դե ինչ բարեկամներ, այսքանը այս գեղեցիկ օրվա մասին, իսկ մենք գտնվում ենք Արփի վայնում, որը պատրաստեց ձեր համար այս է սիրուն պահիր կազմակերպի, կաղա մեզ կանչեն, կաղա չէ, բայց ձեր համար հաստատ կանեն։ Իսկ հիմա մենք անջատելով այս ապարատուրան, ուր է դրոնը Վարդան։ Ես ժողի, որ դու մի քանի բան արիր ռիսկի։ Բարեկամներ, փաստորեն մենք նորվա անակնկալը մի կարևոր շտրիխով բաց ենք թողել, իսկ կարևորն այն էր, որ ամեն մեկին պետք է մի վարդ տայինք, որ նվիրեին Հոբելյարին, բայց այդ վարդերը չենք վերցրել, հետևաբար որ չես վերցրել, որտեղից տաս։ Հիմա ենք վերցրել, գնում ենք, որ տեսնենք ինչ ձև կարող ենք կազմակերպել, որ էլի լինի անակնկալ, էլի ասենք չլինի հանկարծ չանակնկալ, պետք է անակնկալ լինի։ Հիմա մի տեղ գտնենք լավ հայեցի, կանգար կատարենք մեր հայքի մեքենայի դիմաց, սենց հավեսով, հա։ Բուկետը Բեցկոյան։ Եվ իհարկե նաև Փեսան էլ ջիդյարոտվեց, նա հատուկ ասեց իմ կողմից մի փունջ կբերեք զոնքանչից, որովհետև ունեմ չունեմ, մի զոնքանչ ունեմ, նրան էլ պետք է սերս ցույց տամ միշտ, այնպես որ գնացինք առաջ։ Տեսեք, այս սպիտակ վարդերը հիմա կհասնի սիրելի Հոբելյարին, Վարդան, բայց ոնց անենք, որ սիրուն լինի։ Քո կարծիքով ոնց անենք։ Հա։ Խորովածը շատ լավ բան է ջան, դույ։ Տվիր, հա։ Հարգելի հավաքվածներ, եթե ձեզ անգամ մի պահ թվաց, որ անակնկալը վերջացել է, չէ, չի վերջացել։ Վա։ Ուրեմն ասեմ, այս ծաղիկները պետքա բոլորը նվիրեին, ամեն մեկը իր կողմից բերեր նվիրել, բայց քանի որ չէինք բերել, ինչ նվիրեին, չեն նվիրել, հիմա պետք է նվիրենք, բայց ոնց անենք, որ լավը լինի, հերթով, դե թող Հոբելյարը գա, խորովածը մի պահ թողում եք մի քիչ սառի, որ անկած չվառի, ու եկեք հերթով հլը նվիրենք։ Տիկին Սեդա, համեցեք, եկեք։ Հա, ես տալիս եմ ձեզ, դուք տանում եք նվիրում եք, սենց հերթով այդ բուկետը հավաքում ենք իրա մոտ։ Այսենց հերթով հեսա բուկետ ենք հավաքելու։ Այդ փոխանցումներ կատարի, հլը տենանք։ Երկու հատել։ Սուրեն։ Արամ։ Արեք։ Դու էլ նվիրել, ինչ պտլի որ։ Լսին, բայց ես ինչ հաշվարկ ես էլ արել, որ 23 հատ։ Հետ չես վերցել, հա դու։ Դե, հիմա։ Հետոս։ Չէ, աղբեր, դե Փեսան պտի նվիրի ու վսյո։ Հլը կելտը ուրախանա, էլի։ Հլը նայովա գալի։ Կել, մեծ աղբեր տա։ Մայրս իր մետաքս է Հետոս ես եմ կողմած ափեր տալ։ Փեսայ մաս է։ Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեր Փաթաթվիր ինձ մամ քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Երնեք ջուր տայիր առաջվա պես քո նուր պապով Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճի չափով Որ խաղայի ես անհոգով ծնկների Որ ծնկի ես գայի խնդրեի մամիցների
պես օրոր Անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ քաղցր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ Քաղցր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է